Բարև, Չակերտներում այսօր արվեստաբան Նազարեթ Կարոյանն է։ Նազարեթ Կարոյան, արվեստի քննադատ, համադրող, Ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն, ծնվել է Երևանում, եղել է Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանի ավագ գիտաշխատող, այնուհետև բաժնի վարիչ, Գոյակ պատկերասրահի գեղարվեստական ղեկավար, Էքսվոտո արվեստի պատկերասրահի տնօրեն, Ինվիտրո արվեստի եռամսյա հանդեսի համահիմնադիր և գլխավոր խմբագիր, 2011 թվականին Վենետիկի 54-րդ Բիենալեի Հայաստանի տաղավարի համակուրատոր, եղել է արվեստի քննադատների միջազգային ասոցիացիայի Հայաստանի ազգային կազմակերպության առաջին նախագահը, համադրել է շուրջ 2 տասնյակ ցուցահանդեսներ Հայաստանում և արտերկրում, իր բազմաթիվ քննադատական ու վերլուծական հոդվածներում ուսումնասիրում է Հայաստանի արվեստի ինստիտուցիոնալ համակարգի կայացման, Եվրոպայի հետ հաղորդակցության, ժամանակակից արվեստում սոցիալ-քաղաքական և մեդիա համատեքստի արտացոլման խնդիրները, պարգևատրվել է Ֆրանսիայի արվեստների և գրականության ասպետի շքանշանով։ Ինչպես սկսվեց օրը։ Օրը սկսեց սովորականի պես, ավելի ճիշտ անսովոր էր իմաստով, որ ես սիրում եմ վաղ արթնանալ, բայց վաղ արթնանալու հնարավորություն ամսվա մեջ 1 կամ 2 օր եմ ունենում։ Սովորաբար շատ ուշ եմ քնում, այդ պատճառով կարողանում եմ արթնանալ նորմալ ժամին առավոտվա, բայց վաղ արթնանալ եմ սիրում։ Այսօր ստացվեց վաղ արթնանալ։ Վաղ։ Ամեն ինչ լավ էր, հանդիպեցիք, չհանդիպեցիք, նախատեսված հանդիպումը չեղավ, մեզ մոտ էլ այդպես էր, նախատեսվածը չեղավ։ Ինչ հետաքրքիր է, հայկական իրականության մեջ օրը մի քանի անգամ վերախմբագրում և սրբագրում ես օրը, և դա շատ սովորական ու նորմալ է։ Դա իրականում գործնական առումով այդքան էլ հարմար չի, բայց քանի որ մեր գործերի բնույթը այնպիսին է մեր երկրում, որ անընդհատ ստիպված ես վերաձևակերպել, նորմա է դարձել և մենք սովորել ենք այդ աննորմալ կացությանը։ Իսկ գիրք, որը միշտ ձեզ ուղեկցում է, կա այդպիսինը։ Չէ, այդպիսի գիրք չկա, պարզապես երբեմն լինում են գրքեր, որ ուզում ես թերթել, սովորաբար մասնագիտական գրականություն եմ կարդում։ Խորհուրդ։ Ինչ կարդալ։ Խորհուրդ, թե ինչ կարդալ այդպես, որպեսզի ունենա այդպես համայն նշանակություն չէի կարող տալ, բայց վերջին գիրքը, որ ես նայել եմ, ընդհանրապես գեղարվեստական գրականություն քիչ եմ կարդում, տարվա մեջ 1-2 գիրք կարդամ, չկարդամ։ Վերջին գիրքը խորհրդի կարգով եթե ասեմ, դա Վահրամ Մարտիրոսյանի «Սերը Մոսկվայում» գիրքն է, որը խորհուրդ կտայի կարդալ մեր սերնդի տղամարդկանց, մեր սերնդի տղամարդկանց ձեռնարկ է, Մոսկվա գնացողների համար ձեռնարկ։ Չի ասի ձեռնարկ, այլ ինքն իր մեջ նայելու, ինքն իրեն նորից տեսնելու, իր անցած ճանապարհը նորից հետևելու մի հնարավորություն, մտորելու այդ անցածի մասին, որտեվ մեր սերնդի տղամարդիկ վերջին 30-40 տարվա ընթացքում ունեցան այդպես հեղաբեկումներով կյանք և մի քանի անգամ ընկնելու, նորից ոտքի կանգնելու առիթներ և այդ գիրքը կարծես նորից մեզ անցկացնում է մեր անցած ճանապարհով։ Հրաշալի։ Իսկ հայի ձեր բնութագիրը ինչպիսին է։ Հայի իմ բնութագիրը, ես համաձայն եմ այն հակասական կերպարի նկարագրի հետ, որ ասենք Տերնիկ Դեմիրճյանն է տվել հայի մասին, մի ֆրազ եմ միայն կարծեմ հիշում, այնտեղից ասում էր հայը չի սիրում լինել ստրուկ և երջանիկ, այլ ընտրում է տառապանքը և ազատությունը։ Մեծ հաշվով, եթե նայենք, հայերը ծիսապաշտ լինելով հանդերձ, կրոնական չեն, նյութապաշտ լինելով հանդերձ, բացարձակապես շատ խորը հոգևոր
էակներ են։ Այս հակասականությունը կարծես թե շատ եւ բերում է մեծ տառապանքներ, մեծ յուրաքանչյուրին հայ հասարակության եւ միաժամանակ հպարտություն։ Հակասությունը նաեւ տեսանելի է մեզնից դուրս, մեզ այդպես տեսնում են ուրիշները։ Ֆիլմ, որը շատ եք սիրում։ Վերջին ընդհանրապես ես բավականին ինքնափոփ մարդ եմ եղել եւ սոցիալական էլեմենտները կարծեք թե ինձ շատ չեն հետաքրքրել հարաբերությունները, բայց զուտ եթե ֆիլմերին գանք վերջին շրջանում բավականին այդպես բանով տարված նայում եմ, ասենք նոր ալիքի խոշորագույն դեմքերից մեկի Էրիկ Ռոմերի ֆիլմերը, որ այդպես սոցիալական հարաբերությունների ֆիզիկա է կարծեք թե ներկայացնում հանդիսատեսին Քլերի ծունկը ֆիլմը, ասենք օրինակ, ինչպես կարելի է ամենափոքրիկ իսկ ժեստով կարողանալ փոխանցել այն ամբողջ ներքին հոգեկան խռովքը կամ ձգտումները, որով ուրեմն պարուրված են ֆիլմի հերոսները։ Եղել եք Արևմտյան Հայաստանում։ Անցել եմ Արևմտյան Հայաստանով երևի թե 26-27 տարի առաջ։ Հալեպ էինք գնացել կնոջս հետ 80-ականների վերջն էր կարծեմ։ Վերադառնալիս որոշեցինք այդպես բանով վերադառնալ, ավտոբուսով վերադառնալ, այդպես գոնե Արևմտյան Հայաստանի միջով անցնելու այդպես նպատակից ելնելով։ Եվ այսինքն Արևմտյան Հայաստանը ես գիշերով եմ անցել, միայն Կարսում ցերեկ էր, որ մի քանի ժամ ժամանակ ունեցանք, որպեսզի գնացքով Կարսից Գյումրի գայինք։ Իմ փորձառությունը Արևմտյան Հայաստանի այսքան է։ Երևանում կա ձեզ համար շատ գողտրիկ, նվիրական ինչ-որ մի անկյուն։ Դե սիրում եմ այն կենտրոնային սրճարանները, որտեղ որ նստում էինք եւ նստում ենք, որտեղ որ այնքան էինք զրուցում, որ ինչեւ որ զրույցներից ինչ-որ բաներ էր ստացվում մեր պրոֆեսիոնալ դաշտում եւ մեծ հասարակական նաեւ քաղաքական դաշտում։ Վերջի շրջանում ավելի երևի քիչ վերջի շրջանում կա մի թաղամաս, որ շատ հաճախ չեմ լինում, բայց ինձ շատ լավ եմ զգում այնտեղ երրորդ մասն է։ Այսինքն այն եզակի տեղերից, որտեղ Երևանի այդպես մթնոլորտը, ոգին, այդ մասշտաբները պահպանվել են եւ այդ հարազատության զգացողությունը կա։ Բացի այդ սիրում եմ բնականաբար երբեմն ծնողների այցելելու բանով գնալ այն վայրը, որտեղ որ ես եմ ծնվել, Նուբարաշեն։ Կա մի քաղաք, որտեղ երազում եք լինել։ Երազել չի ասի, բայց երբ որ ես տարվա մեջ մի անգամ գոնե Փարիզում չեմ լինում, ինձ պակասում է Փարիզը։
Այսինքն օդի պես մի բան է, մոտավորապես այդ տեսակի այդ նման տեղ մի փոքր շատ ավելի դինամիկ երևի Նյու Յորքն է ինձ համար, բայց Փարիզում ես ինձ շատ լավ եմ զգում։ Իսկ ինչ խմիչք եք նախընտրում։ Առօրյա օգտագործման շատ լավ օղի եմ սիրում։ Իսկ բանա հոբելյանական օրերին։ Հոբելյանական, բայց ամսվա մեջ երբեմն լավ վիսկիից դեմ, վիսկի խմելու դեմ չեմ, ասենք Չիվաստաս 2 շատ եմ սիրում։ Իսկ հավաքներ, խնջույքներ, խրախճանքներ հաճախ եք մասնակցում։ Ավելի շատ տենց ֆուրշետային ինչ որ այդպես զանազան արարողությունների հետ կապված հավաքներ գործի բերումով մեր ինստիտուտում են հաճախ կազմակերպվում, այնպես որ լրացուցիչ ուրիշ տեղեր գնալու այդպես շատ մեծ ցանկություն չունեմ, բայց երբեմն ստիպված ես։ Կոչումներին, մրցանակներին, իշխանանշաններին ինչպիսի վերաբերմունք ունեք։ Հակասական, ճիշտն ասած, անձնական փորձից ելնելով պիտի ասեմ, մի պարգև եմ ստացել, մինչև երբ որ ուրեմն այդ պարգևի մասին ինձ տեղեկացրեցին պաշտոնապես, ինձ մի փոքր նախ զարմանալի թվաց եւ հետո ասի գուցե եւ արժանի, բայց հետո երբ որ արդեն պիտի ստանալու պահը գար արարողության խոսքը արվեստների եւ գրականության ասպետի ուրեմն շքանշանն է ֆրանսիական։ Ես ունեմ ընկերներ, ֆրանսիացի արվեստագետներ, արվեստաբաններ, տեսաբաններ, ովքեր որ պարգևատրվել են այդ շքանշանով, նրանցից ոմանք հրաժարվել են։ Շատ հմայիչ խաչ է, հիշում եմ կանաչ։ Շատ հմայիչ է, պարզապես այստեղ երբ որ քո շրջապատում մարդիկ որոշակի վերաբերմունք են ցույց տալիս, այսպես անդիմադիր վերաբերմունք, պատկանելիության այդ զգացողությունը կա, կարծես թե այդ պատկանելիության զգացողությունը նույնպես սկսում է աշխատել, դու իրենց կողքին ես, թե իրենց կողքին չես, կարծես թե շքանշան ստանալով դու ընտրում ես մեկ այլ կողմ։ Մեկ այլ կողմ, այդ պատճառով, բայց մյուս կողմից ես երևանցի եմ, հայ եմ, հայաստանցի գործիչ եմ, հեռու եմ ֆրանսիական բեմից, այդպես ուղղակի մասնակցությունից, այնպես որ դա ինձ կարող է օգտակար լինի եւ այնպես որ ընկերներից մյուս մասը անպայման ասացին շատ լավ է, շատ ուրախ ենք քեզ համար, հպարտենք, որ դու արժանացել ես, մենք ինքներս նույնպես կուզենայինք արժանանալ։ Այսինքն հակասական է վերաբերմունքս պարգևների հանդեպ, բայց միանշանակ յուրաքանչյուր մեկը, ով ինչ որ մի բան է անում, պարգևը դա գնահատականն է իր արածի, առանց գնահատականի, առանց գնահատված լինելու որևիցե մեկը ինքը չի կարող իր արածի արժեքը իրապես հասկանալ, այնպես որ գործառ ֆունկցիոնալ առումով պարգևները կարևոր բան են։ Իսկ որ նկարչի արվեստն է ձեզ շատ հոգեհարազատ։ Ճիշտն ասած, այդ ես պրոֆեսիոնալ եմ, ինձ համար մի քիչ հոգեհարազատության մասին խոսելը բարդ է։ Ես կարող եմ ասել, թե ինչ արվեստագետներ եմ սիրել ժամանակին, հիմա էլ եմ սիրում, ասենք Վան Դոնգեն կամ Նիկոլա Դեստալվ, սքանչելի գեղանկարիչ վերացական ֆրանսիացի եւ շատ լավ հայ արվեստագետներ բնականաբար ու շատերի հետ ես ինքս աշխատում եմ, գրում եմ իրենց մասին, ներկայացնում եմ ցուցահանդեսներում, այնպես որ ունեք իրենց կտավները, ունեն իրենց կտավները հավաքածու, իմ հավաքածուի մեջ, այնպես որ ինչ եք կարծում մեր ժամանակակից կամ ընդհանրապես գոնե վերջին 100 տարվա հայ գեղանկարչության ցենց կոմերցիոն նկարիչը ով է։ Ամենակոմերցիոն նկարիչ հայաստանցի։ Դե
զուտ եթե շուկայական գներից ելնելով ասենք առավել բարձր գները այս պահին Սարյանի գներն են։ Մարտիրոս Սարյանի գներն են եւ փաստերի հետ հաշվի ենք նստում։ Ձեր ստեղծագործական գործունեության ամենավճռորոշ շրջանը որն է եղել։ Թերևս Պերեստրոյկայի ժամանակաշրջանը, երբ որ ես վերջնականապես վստահեցի ինքս ինձ եւ հնարավոր չէր հետ կանգնել, վերադարձնել, անդառնալի։ Դրանից հետո ինչ որ անում էի, վստահ էի, որ ճիշտ եմ անում, իսկ եթե սխալ գործողություն էի անում եւ շարժվում էի առաջ։ Գիտեք, մի առիթով դուք ասել եք, որ նորություն չէ, որ մեր երկրում մշակույթը բարեփոխումների մեծ կարիք ունի։ Ինչ նկատի ունեք։ Ինչպես բարեփոխել մշակույթը։ Մշակույթը բարեփոխել նշանակում է ստեղծել գործիքներ, համակարգային գործիքներ, որոնք կարող են գործունեության համար նոր ռեժիմ ապահովել, այդ թվում նաև մշակութային գործունեության համար, մշակութային արտադրության համար, սա բարդ խոսակցություն է, դա քաղաքական հարթության վրա խոսակցություն է, օրենսդրական հարթության վրա խոսակցություն է, վարչական հարթության վրա խոսակցություն է եւ կոմպլեքս է, այսինքն այդ բոլոր հարթությունները պիտի կարողանան ձևավորել, այդ հարթությունների վրա պիտի ձևավորվի պլաններ, զարգացման պլաններ, նախ պիտի գնահատվի կարիքները, ինչի կարիք կա եւ այնուհետեւ ձևավորվի այդ համակարգը փոխող մեքենան, որ իսկապես երկար է, ես չգիտեմ, մեր ռեսուրսները գիտական, հետազոտական, քաղաքական, նյութական, որքանով են դա թույլ տալիս, բայց ես ինքս իմ գործունեության մեջ փորձում եմ շատ փոքր մոդելով դա իրականացնել, այսինքն փորձում եմ իրականացնել նախագծեր, որոնք որ սիստեմային նշանակություն ունեն, որոնք որ այդպես մուլտիպլիկացիոն էֆեկտ ունենալու այդպես հիմքով են ստեղծված, նպատակով են ստեղծված։ Փոխել մշակույթը նշանակում է փոխել մեր ապրելու եւ միմյանց հետ հարաբերվելու եղանակները։ Իսկ դա ուրեմն գործիքներից բացի պահանջում է նաև պատկերացումների փոփոխություն։ Եթե մենք մտածենք, որ մշակութային կյանքով ապրելու պահանջը, մշակույթը դա նախնական, կենսական, բազային պահանջ է եւ վերաբերվում է մեզնից յուրաքանչյուրին։ Ինչու մենք գոհ չենք մեր կյանքից, ինչու ենք մենք շարունակ անբավարար վատության զգացողություն ունենում, եթե հասկանանք սա, եւ հասկանանք, որ դա պայմանավորված է նաեւ մեր մշակութային պատկերացումներով ու արժեքներով, որ մենք ոչ միայն պիտի լինենք սպառող, նախ եւ առաջ արտադրող, մեզնից յուրաքանչյուրը, այն ժամանակ կարծում եմ, որ հնարավոր կլինի նաեւ հող ունենալ այդ տեսակի համակարգային փոփոխությունների համար մշակութային։ Շատ կոնկրետ, ոչ թե վերացականորեն, այլ յուրաքանչյուր մարդ, ես, դու, նա իր անհատական անձնական կյանքում դրա պահանջը զգա։ Հեղափոխությունների ջատագով եք։ Տարօրինակ այդպես բան կասեմ, ես ինքս շատ ռացիոնալ մարդ եմ, հեղափոխություններ չեմ սիրում, բարեփոխումների եմ կողմնակից եւ այն ինչ որ ես անում եմ վերաբերվում են բարեփոխումների, բայց բոլորի կողմից ընկալվում իբրև հեղափոխական, անդիմադիր, օրինակ մենք ընկերներ չենք եղել, բայց երջանկա հիշատակ Ալբերտ Յավուրյանը, երբ որ ինձ տեսնում էր, ասում էր, ահա խառնակի չեկավ։ Մեկ ուրիշ արդեն ընկեր նորից երանելի քանդակագործ Վարդան Թովմասյանը վերջին խոսքը որ ասեց, մահանալուց մի շաբաթ առաջ էր մի ցուցահանդեսում, ասաց դու
ավանտյուրիստ ես, արկածախնդիր։ Այսինքն ես խառնակիչ եմ, արկածախնդիր եմ իմ շրջապատի մարդկանց ընկալմամբ, բայց ես ինքս այն ինչ որ ես անում եմ շատ ռացիոնալ գետնի վրա եմ անում, դրա համար այդպես հնարավոր է նման տպավորություն է ստացվում այն պատճառով, որ այն ինչ որ ես անում եմ ռացիոնալ դիրքերից, ռացիոնալ մտածելու դիրքերից, այն համակարգի մեջ որ ես անում եմ, հեղափոխական է ինքնին։ Այդ պատճառով է միգուցե որ հարածս դիտարկվում է եւ ես ինքս հեղափոխական եմ դիտարկվում, չլինելով որպես այդպիսին։ Իսկ մեր իմացյալ քաղաքակրթական դաշտում կա որևէ մեկը, որի գործունեությունը ձեզ համար օրինակելի է։ Մեր իմացյալը մարդիկ կան, ովքեր որ իրենց գործունեությամբ ազդել են կոնկրետ մեր պրոֆեսիայի մեջ, ասենք թե օրինակ Հենրիկ Իգիթյանը, որ կարողացել է ամբողջական միջավայր ձևավորել, բայց նաև իմ անձնական կյանքի վրա մասնագիտական ուրեմն առումով բայց այդ ազդեցությունը միանշանակ չի նշանակում օրինակելի հետևելու իմաստով այդ ազդեցությունը կարող է քո վրա տարածվի, բայց դու կարող ես դիրքավորվել նրա նկատմամբ, արդեն այդ ազդեցությունը քեզ քո գործունեության մեջ, քո կյանքի մեջ փոփոխություններ է առաջ բերում։ Դու ինքդ դիմագրել գրավում ես որոշակի մարտահրավեր, որ կարողանաս անել այն, ինչ որ դու ես պատկերացնում կամ մտածում։ Իհարկե շատ տպավորված ենք եղել առաջնորդներով մեր անկախ Հայաստանի անկախությունը կերտած առաջնորդներով տպավորված ենք եղել, փորձել ենք աջակցել, կողքները լինել, համախոհ համարել։ Կա մի ժամանակաշրջան, որտեղ կցանկանայիք հայտնվել։ Ես այն ժամանակաշրջանում եմ, որտեղ որ ուզում եմ հայտնվել։ Եվ ուրիշ ժամանակաշրջան։ Ես իմ ժամանակի Հրանտ Մաթևոսյանը ուներ այսպիսի ձևակերպում լինել հայրենասեր իր ժամանակի։ Ժամանակի հայրենասեր լինել ինձ համար դա իսկապես ոչ թե վերացական հասկացություն է, այլ շատ կոնկրետ։ Ես սիրում եմ իմ ժամանակը, իմ ժամանակի մեջ եմ ապրում, իմ ժամանակի խնդիրներն են իմ խնդիրները, իմ ժամանակի խնդիրներն են բեռ ինձ համար, ես փորձում եմ լուծել իմ ժամանակի խնդիրները, որ գուցե ստացել եմ նաև անցյալից եւ չեմ ուզում նույն ձևի մեջ չլուծված կամ փոխանցել հաջորդ սերնդին։ Մարդկության ամենամեծ գյուտը ո՞րն եք համարում։ Մարդկության ամենամեծ գյուտը։ Բարդ հարց է։ Այսինքն մի կողմից շատ պարզ հարց է, կրակից օգտվելը։ Օգտվել կարողանալը։ Գյուտը անպայման չի որ գործիք լինի, այլև հմտություն, օգտվել բնության վերած հնարավորություններից, ուժերից։ Իսկ պատմական ինչ իրադարձություն է ձեր վրա ազդեցություն թողել։ Ուղղակի ազդեցություն, արդեն ասացի վերակառուցումը։ Այո։ Վերակառուցումն է թողել եւ այդպես հեղափոխական ձևով հեղաշրջում իմ կյանքի մեջ գործել, որտեղ հիշում եմ որ մի պահ եկավ, որ ամեն օր արթնանում էինք, իմանում էինք բաներ, որ մի ամիս առաջ մտքով երազանքի նույնիսկ չէր կարող երազել, այսինքն այդպես համատարած շարունակական ցնցումների մի այդպես ամիս շաբաթներ, ամիսներ, տարի, 1-2 տարի այդպես ապրեցին։ Ամբողջովին վերափոխեց մեր կյանքը։ Իսկ կա մանկությունից ինչ որ շատ անջնջելի դրվագ ձեզ համար։
էգզիստենցիալ բաներ պետք է ասեմ երևի։ Իրականում չգիտես ինչն է մնում տպավորության մեջ, հիշողության մեջ, ինչն է անջնջելի, ամենաանկապ բանը կարող է այդպես օրինակ ամենաանջնջելի ուրեմն հիշողություններից մեկը վերաբերվում է ճառաջրի հոտին, վաղ առավոտյան, լուսաբացին, երբ ես փոքր երեխա էի, մանկապարտեզ էի, գուցե դեռ ոչ, մորաքույրս ինձ բերել էր մեր տուն, իր տնից մեր տուն, վաղ առավոտյան, օճառաջրի լվացքաջրի հոտ, որ լվացկանելուց հետո թափել էին այդպես գետնին հողի։ Այդ հոտը անջնջելի, այդպես իրենից ոչինչ չի ներկայացնում, բայց իսկ տղամարդը ինչ է փնտրում կնոջ մեջ։ Երևի կնոջ հաճույքի գաղտնիքը։ Դա ինչու է նա հաճելի։ Ինչպես է հաճույք, ինչպես է հաճույք ստանում կինը։ Հա, ուզում է բացահայտել։ Ուզում է բացահայտել, որպեսզի կարողանա կնոջը։ Ես կարծում եմ կնոջ գաղտնիքն է տղամարդուն առաջ մղում։ Իր որոնման մեջ։ Իսկ Հայաստանին ինչ է պակասում։ Հայաստանին պակասում է ծովը։ Ծովը։ Ծով, ես նաև փոխաբերական իմաստով եմ ասում։ Հայաստանին պակասում է երևակայությունը, որ ծովի բացակայության արդյունքն է, կարող ենք համարել։ Ես ուրեմն մի քանի տարի առաջ մի տեքստ էի թարգմանել Միշել Ֆուկոյից, փոքրիկ այդպես էսսե է, բայց իր կարևոր էսսեներից մեկը կոչվում է Այլ տարածքներ, հետերոտոպիաներ։ Այդ տեքստը վերջանում է այս հետևյալ ֆրազով. քաղաքակրթությունները, քաղաքակրթությունը, որին պակասում է նավը, այդ քաղաքակրթության երազանքները չորանում են։ Արկածախնդրությանը գալիս է փոխարինելու լրտեսությունը, ծովահենությանը, ոստիկանությունը։ Ես կարծում եմ Հայաստանին պակասում է ծովը փոխաբերական իմաստով, մեզ պակասում է երևակայությունը, ապագա կերտելու, դեպի ապագան գնալու։ Իսկ երաժշտական որ ստեղծագործությունը ձեզ երբեք չի ձանձրացնում լսելիս։ Անդադ կլսեմ Սկարլատի ստեղնային սոնատները կամ Բախի ջութակի սվիտները, ասենք Ռաստրապովիչի կամ Յոյոմայի կատարումը, անընդհատ կլսեմ առանց ձանձրանալու։ Առավոտ շուտ կեսգիշերին, օրվա ընթացքում աշխատելիս, մեքենայով տեղ գնալիս, անընդհատ։ Ինչից եք վախենում։ Վախենում եմ բանից, որ երբ որ գա պահը, երբ իմ համար մոտիկ մարդը իմ օգնություն կարիքը կունենա եւ ես իվիճակի չեմ լինի օգնելու։ Այդ պահից շատ եմ վախենում։ Ավելի պակաս, որ ինձ սխալ կհասկանան։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Ճակերտերում այսօր արվեստաբան Նազարեթ Կարոյանն էր։ Բարի գիշեր, կհանդիպենք։